շատ հետաքրքիր թեմա ենք միասին քննարկելու, ինչպես սովորել անգլերեն ինքնուրույն, քայլ առ քայլ։ Իրականում, ինչպես տեսնում եք, իմ բլոգում շատ եմ խոսում դրա մասին, որ եւ սա շատ մարդկանց մոտ միֆ է, թե արդյոք մենք կարող ենք ինքնուրույն սովորել, արդյոք մենք կունենանք արդյունք, եւ կարող եմ ասել, որ եթե դուք սիստեմատիկ եւ ճիշտ ձևով առաջ գնաք եւ սովորեք, դուք կարող եք բնականաբար շատ լավ արդյունքներ ունենալ եւ անգամ ունենալ այնպիսի արդյունքներ, որը միգուցե եւ առաջ պարապելով դրան չեք հասել։ Քանի որ այստեղ արդեն կարևորը թե դուք ինչպես եք մոտենում այդ հարցին, ինչպես եք պարապում եւ բնականաբար նյութերն էլ եւ մի քանի խորհուրդներ էլ կտամ, թե ինչպես դուք կարող եք հասնել ձեր մաքսիմալ արդյունքին։ Ուրեմն որպեսի մենք սովորենք ինքնուրույն անգլերեն, որպեսի դա արդյունք տա, ինչպես նշեցի, կարևոր են նյութերը, կարևոր է կազմել ճիշտ դասերի գրաֆիկ, այսինքն դասերի պլան։ Բոլորս ունենք այսպիսի մի մոտիվացիա եւ հենց հատկապես սկսում ենք անգլերեն պարապել, սենց մեզ մոտ մեծ մոտիվացիա կա, մենք ուզում ենք ամեն ինչ անել այդ մեկ օրվա մեջ, մեկ շաբաթվա, մեկ ամսվա մեջ, բայց այստեղ կարևոր է ավելի շատ աշխատել դիսցիպլինայի վրա, ինչը որ ես անդադ նշում եմ, քանի որ մոտիվացիան մեզ մոտ կարող է գալ, մենք կարող է ուզենանք թեկուզ սպորտում էլ սա շատ կնկատեք, որ մենք ուզում ենք գնանք ջիմ, մենք ուզում ենք ամեն ինչ անենք եւ որոշ ժամանակ հետո, միգուցե անգամ եւ 1 ամիս, 2 ամիս հետո զգում ենք, որ ընդհանրապես այդ ցանկությունը չկա։ Եթե այսպիսի ձեզ մոտ դեպք եղել է, կարող է նշեք չաթում, արդեն տեսնում եմ, որ ասում եք, իրականում սա շատ հաճախ հանդիպող խնդիր է, եւ որպեսզի սա ձեզ մոտ չլինի եւ կյանքում եւ հատկապես անգլերեն սովորելիս, դուք պետք է աշխատեք դիսցիպլինայի վրա։ Այսինքն պետք է գծեք ձեզ գրաֆիկ եւ ինչ էլ պատահի, դուք պետք է պարապեք, այսինքն ես շաբաթը, օրինակ եմ հիմա բերում շատ թեթև, ես կխորանամ մի փոքր ուշ այս թեմայի շուրջ, եթե ես շաբաթը 2 օր միայն պարապում եմ անգլերեն, պարապում եմ, տրամադրում եմ, չգիտեմ, 1 ժամ, ժամը 7-ից 8 ամեն երկուշաբթի եւ ուրբաթ օր ես կամ պարապում եմ անգլերեն ինքնուրույն, սա չեմ խոսում դասերի մասին, իհարկե դուք կարող եք դասեր դնել, օրինակ 3 շաբթի, 5 շաբթի դուք դաս անեք, հետո տնային անեք, բայց առանձին օրեր էլ հատկացնեք անգլերենին, ինչ էլ լինի, դուք արդեն կսովորեք, սա ձեզ մոտ կլինի սովորություն, որը ինչ էլ լինի, թեկուզ դուք հիվանդ լինել, մի փոքր վատ ձեզ գաք, դուք դա կանեք, քանի որ դուք օրինակ 2-3 ամիս շարունակ այսպես եք արել։ Դրա համար շատ լավ միտք է աշխատել դիսցիպլինայի վրա եւ նույնն էլ սպորտի մասին, քանի որ անդրադարձամ, միշտ պարապել է, ես համեմատում եմ սպորտի հետ։ Եթե դուք գնաք ձեզ ստիպելով, չգիտեմ, հատկապես որ անձրև է գալիս, չենք ուզում դուրս գանք, ձեզ ստիպելով անեք եւ դա լինի դիսցիպլինա, արդեն իսկ ձեզ մոտ կլինեն արդյունքներ։ Արդեն իսկ ձեզ մոտ կլինի արդյունք եւ դա հենց այն դիսցիպլինան է, որի մասին ես խոսում եմ։ Եկեք սկսենք մեր ուսուցման սկզբունքներից, եթե մենք որոշել ենք մենակով պարապենք անգլերեն եւ ուզում եմ ձեզ ներկայացնել 2 տարբերակ, որ կարող է լինի այնպես, որ դուք պարապում եք ուսուցչի հետ, բայց դուք ցանկանում եք նաեւ ունենալ հավելյալ պրակտիկա եւ դուք ցանկանում եք մենակով պարապել, նաեւ բացի ձեր դասերից ունենալ հավելյալ պրակտիկա։ Բայց նաեւ շատ տարբերակներ է լինում, երբ մենք իրոք ժամանակ չունենք անգլերեն պարապելու ուսուցչի հետ, միգուցե չենք ուզում ինչ-որ տենց հստակ գրաֆիկ ունենանք կապված դասերի հետ, բայց հնարավորություն կա, օրինակ, չգիտեմ, աշխատանքից հետո կամ երեկոյան ժամի մենք ուզում ենք մենակով պարապել եւ ընդհանրապես որտեղից սկսենք եւ ինչ անենք։ Նայեք, առաջնային այն ֆակտորը, որին դուք պետք է ուշադրություն դարձնեք, դա բազան է, դա հիմքն է։ Մենք պետք է ունենանք շատ ուժեղ հիմք։ Այսինքն դուք նախ պետք է ուշադրություն դարձնեք ձեր լեզվի մակարդակին։ Եթե դուք սկսնակ եք, բնականաբար շատ կարևոր է հասկանալ 2-3 կարևոր քերականական թեմա, ունենալ ձեր բազան եւ արդեն իսկ հետո աշխատել այլ հմտությունների վրա։
Քանի որ պատկերացրեք մենք ծառ ունենք, հա, եթե մեր ծառի արմատները չկան, բնականաբար ծառը չի լինի դրա համար, դուք պետք է աշխատեք ձեր բազայի վրա, ձեր հիմքի վրա։ Այս դեպքում դա սիստեմատիկ նույնպես ժամանակատար է, բայց բնականաբար եթե դուք դա անեք եւ ունենաք ճիշտ բազա, ձեզ մոտ ամեն ինչ հետագայում ճիշտ կլինի։ Քանի որ եթե դուք ձեր բազան սխալ լինի, եւ որոշ ժամանակ հետո դուք որոշեք պարապեք անգլերեն, ձեզ լավ ուսուցիչը կասի եկեք հետ գնանք եւ ուղղենք ձեր բոլոր սխալները, քանի որ առանց ճիշտ բազայի դուք սխալ կխոսեք։ Միգուցե տեսել եք, որ կան մարդիկ, որ sense արտահայտություններ են օգտագործում, խոսում են անգլերեն, բայց դուք որ խորանում եք, դուք զգում եք, որ լավ են բազային ժամանակաձևերը, օրինակ հիմա present simple-ը ու present continuous-ը, այս մարդը խառնում է իրար։ Միգուցե նկատել եք տենց բան, շատ մարդիկ կան, որ հենց այդպես են խոսում, քանի որ որոշակի տերմիններ են սովորում, որոշակի նախադասություններ, այնուհետև օգտագործում են, հա, մեզ դա պետք կա ճանապարհորդելիս, երբ որ ինչ-որ բան ուզում ենք բացատրել, հատկապես sense body language օգտագործում ենք, ձեռքերով բացատրում ենք, բայց բնականաբար սա կարող եմ ասել բավականին ավելի բարդ գործընթաց է, քանի որ որպես ուսուցիչ շատ ունեմ այսպիսի ուսանողներ եւ մենք գնում ենք հետ, հասկանում ենք ինչն է խնդիր եւ աշխատում դրա վրա։ Դրա համար խորհուրդ կտամ առաջին աշխատել շատ ուժեղ հիմքի վրա։ Եթե մեր մակարդակը միջինից բարձր է, բնականաբար այստեղ մի փոքր փոխվում է ամեն ինչ, նորից խորհուրդ կտամ, որ տեսնեք ձեզ մոտ ինչ գեփեր կան, ինչ բաց թողումներ կան, եւ այնուհետև աշխատել ձեր մյուս հմտությունների վրա, լսողական հմտությունների, գրելու հմտությունների վրա։ Նաև գիտեք, միջին մակարդակներ ունեցողների մոտ այսպիսի մի բան եմ նկատել, որ կարող են լինել հաճախ հանդիպող սխալներ։ Օրինակ, եթե դուք խառնում եք, չգիտեմ, եկեք conditional-ները վերցնենք մի թեմա, հա, առաջի conditional խառնում եք երկրորդի հետ, առաջի թեման խառնում եք օրինակ երկրորդի հետ, այդ դեպքում պետք է աշխատեք միայն ուղղել այս հարցերը, այսինքն հաճախ հանդիպող սխալները դուք պետք է հասկանաք եւ ուղղեք իրենց։ Սա մենակով էլ կարող եք անել, բնականաբար, եւ նաեւ ուսուցչի հետ էլ, բայց պետք է հասկանաք, լավ, ես որ թեմաներն եմ խառնում։ Սա արդեն միջինից մեծ բարձր մակարդակների համար։ Նույն ինչպես կարող ենք հասկանալ մեր մակարդակը, եկեք մի փոքր ուշ, այսինքն երբ որ վերջացնեմ վեբինարը, ձեզ բոլորիդ կուղարկեմ հղում, որով կարող եք անցնել եւ մոտավոր հասկանալ ձեր մակարդակը։ Կարծում այդպես բոլորին ավելի հարմար կլինի։ Okay, մենք ունենք առաջինը ուժեղ հիմք, հա, ուժեղ բազա։ Համակարգված մոտեցումը դա արդեն իսկ երկրորդ շատ կարևոր կետն է։ Շաբաթական դասեր, ինքնուրույն վարժություններ։ Ինչ նկատի ունեմ ես սա ասելով, որ մի փոքր առաջ խոսեցի հենց մեր գրաֆիկի մասին։ Շատ կարևոր է ունենալ շաբաթական ինչ-որ ժամեր, որոնց ժամանակ դուք պարապեք միայն անգլերեն։ Այսինքն պարտադիր է, որ թեկուզ եթե դուք աշխատում եք կամ դասերից հետո, դուք գծեք ձեզ մոտ, շատ հիմա calendar-ներ կան, կամ ձեր calendar-ում, կամ Google calendar-ում, պարտադիր է, որ դուք ժամանակ հատկացնեք անգլերենին, որպեսզի սա հենց նաև կօգնի մեզ զարգացնել մեր դիսցիպլինան, բայց դուք հասկանաք, որ okay, ժամը 7-ից 8-ը ես անում եմ միայն անգլերեն եւ շաբաթական 2 օր։ Ու հավատացեք, ինչ է լինի, եւ եթե դուք այդպես շարունակեք 1 ամիս, 2 ամիս, դուք արդեն կսովորեք դրան եւ դուք չեք կարողանա առանց անգլերենի տվյալ դեպքում։ Եվ ինքնուրույն վարժություններ անել, այսինքն այստեղ իսկ խոսքը գնում է նրա մասին, թե որ դուք սկսեք պարապել, հա, ինչպես եք դա պարապելու, ինչպես եք ինքնուրույն վարժություններ անելու եւ օրինակի համար, եթե դուք սկսնակ եք եւ սկսում եք ձեր բազայի վրա աշխատել, արդեն կարող եք սկսել այսպես, որ օրինակի համար դուք վերցնում եք մի ժամանակաձև present simple, դուք անում եք չգիտեմ, մի ժամ եք տրամադրում ձեզ, դուք անում եք 20 րոպե աշխատում եք դրա վրա, որ դուք կարդում եք, հասկանում եք այս ժամանակաձևը, նայում եք վարժությունները, նայում եք օրինակները եւ արդեն իսկ դրանից հետո ինքնուրույն վարժություններ եք կատարում։ Բնականաբար սա շատ կարեւոր է, եթե դուք
Համակարգված մոտեցումը ընդհանրապես շատ կարևոր է, եթե դուք որոշել եք պարապել ինքնուրույն։ Անցնենք մյուս կետին, այստեղ մեզ մոտ հստակ նպատակներն են, նայեք, ինչ նկատի ունեմ ես հստակ նպատակ ասելով, շատ դեպքեր եմ լսում, երբ ինչ-որ մեկը, հատկապես ովքեր նոր են սկսում անգլերեն պարապել, ուզում են, չգիտեմ, 2-3 ամսում այնպիսի ունենալ, որ result-ներ, որը մարդիկ ունենում են ամիսների ընթացքում, այսինքն անգամ տարիների ընթացքում, շատ կարևոր է դնել իրատեսական հասանելի նպատակներ։ Ինչ նկատի ունեմ ես ասելով, օրինակ, դուք կարող եք դնել փոքր, բայց շաբաթական ինչ-որ նպատակներ։ Կարող եք դնել մի նպատակներից մեկը, որ ես կարող եմ ասել, սովորել 10 նոր բառ։ Սա շատ եւ իրատեսական եւ հասանելի նպատակ է, քանի որ դուք չեք կարող ասել ես շաբաթվա վերջ կունենամ B1-ից B2, դա արդեն անգամ իսկ ծիծաղելի է, դա, բայց այդպիսի նպատակներ գրելը ընդհանրապես չի աշխատի, դրա համար աշխատեք փոքր նպատակներ դնել։ Օրինակի համար, եթե դուք այս 2 շաբաթը սովորում եք present simple-ը եւ to be verb-ն եք սովորում, հա, դրեք այնպիսի նպատակներ, որ օրինակ ես լրիվ հասկացել եմ present simple, ես օգտագործում իրան առօրյայի մեջ եւ կարող եմ հանգիստ այն օգտագործել։ Բնականաբար սա հենց հասանելի իրատեսական նպատակ է եւ դուք կարող եք 2 շաբաթ, 3 շաբաթ աշխատել դրա վրա եւ հասնել դրան։ Կամ պատրաստվել հարցազրույցի անգլերենով։ Կրկին սա կարող եմ ասել, որ կախված է ձեր մակարդակից, շատ ինդիվիդուալ է, հատկապես եթե դուք սկսնակ եք, շատ ժամանակատար է, բայց եթե դուք ունեք միջին մակարդակ եւ ուզում եք պատրաստվել հարցազրույցի, մոտավոր ունեք 2 ամիս։ Սա իդեալական ժամանակ է պատրաստվելու ձեր հարցազրույցին 1 ամիս, 2 ամիս եւ կրկին շատ ինդիվիդուալ է, այսինքն ես օրինակ ուսանողներ ունեմ եւ ունեցել եմ, ովքեր եղել են Չինաստանից եւ մենք պարապել ենք 1-1.5 ամիս, նրանք ունեցել են բազային գիտելիքներ, բայց բնականաբար հեշտ չեն կարողացել խոսեն։ Եվ այստեղ մի փոքր դա էր հենց մեր challenge, այսինքն 2 ամիս մենք կոնկրետ պատրաստվում ենք դրան, որ եթե հարցնեն ինտերվյուի ժամանակ ոչ տեխնիկական հարցեր, ոնց կարելի է իրենց պատասխանել։ Տեխնիկականի հետ նման ուսանողները խնդիրներ չունեն, քանի որ իրենք հասկանում են անգլերենը, իրենց գործին, հա, իրենց աշխատանքին վերաբերող անգլերենը, բայց երբ որ իրենց հարց են տալիս իրենց աշխատանքից դուրս, այստեղ արդեն խնդիր է առաջանում եւ մենք դրա վրա ենք աշխատել։ Այս դեպքում մեր միակ նպատակն է պատրաստվել հարցազրույցին անգլերենով, որը շատ իրատեսական է եւ հասանելի նպատակ է, բնականաբար, բայց տվեք ձեր ժամանակ, այսինքն կարճ ժամանակում ինչ-որ բան անելը կարող է ձեզ կրկին դեմոտիվացնել, դրա համար պետք է դիսցիպլինայով առաջ շարժվել եւ հասկանալ, որ ինձ պետք է, ինչպես մեր բոլոր այլ task-երը, մեր ժամանակ է պետք դրանց հասնելու։ Անգլերենի ուսուցման սկզբունքներից շատ կարևոր կետեր եմ այստեղ նշել, կրկնություն, երբ որ դուք անցնում եք, հատկապես ինձ թվում է կնկատեք սա բառերի հետ, երբ որ մենք սովորում ենք բառեր եւ անցնում է 2 ամիս, մեկ էլ դուք հիշում եք, վայ, ես այս բառը անցել եմ, բայց ես դա չեմ հիշում։ Դրա համար պետք է անընդհատ կրկնեք։ Տարբեր մեթոդներ օգտագործելով։ Օրինակ, ամենալավ մեթոդներից մեկը, որ ես դա նշում եմ անընդհատ, դա Quizlet-ի քարտերն են, Quizlet-ի հենց flash քարտերը, շատ անգամներ, անգամ այն 2 առաջվա վեբինարների ընթացքում նշել եմ, որ ստեղծեք ձեզ համար sense քարտեր, Quizlet-ի մասին եթե տեղյակ չեք, գրեք chat-ում, անպայման ձեզ հետո կուղարկեմ, թեկուզ Telegram-յան ալիքում կփոստեմ, բայց ստեղծեք ձեզ համար flash քարտեր, որոնք կարող են լինել եւ on-line եւ կարող եք off-line անել, այսինքն դուք կարող եք թղթի վրա գրել մի կողմի վրա բառը, մյուս կողմի վրա արդեն իսկ նշանակությունը։ Ես դա խորհուրդ եմ տալիս անգլերեն անել, շատ բարի, վերջում ձեզ Quizlet-ը կներկայացնեմ շատ արագ։ Մյուս կողմի վրա կարող եք անգլերեն գրել, որպեսզի եթե ունեք միջին մակարդակ, եթե սկսնակ եք, իհարկե ոչ, կարող եք գրել հայերեն կամ ոնց ձեզ հասկանալի կլինի, այսինքն կարող են հենց շատ հեշտ բառը եւ կարող է հասկանաք անգլերեն։ Եվ դա օրինակ մեթոդներից մեկն է։ Կարող եք, եթե դուք պարապում եք, օրինակ, չգիտեմ, գրում եք Google Doc-ում,
Google Doc-ով բացել եք ձեզ տետր, եւ այնտեղ գրում եք ձեր բառերը, իջեք, կրկնեք ամենաներքևից ձեր բառերը, անընդհատ փորձեք վերհիշել ձեր անցածը, որովհետեւ շատ հեշտ է անցածը մոռանալ։ Ինձ թվում է հայրենի հետ էր, եթե ինչ-որ բան ենք սովորում, չէ, մենք որոշ ժամանակ հետո կմոռանանք, եթե այն չկրկնենք, թեկուզ լեզվի տեսանկյունից ես նկատի ունեմ։ Դրա համար կամ բառերի ինչ-որ նոր բառեր ենք սովորում, բայց եթե մենք չենք կրկնում, շատ հեշտ է իրենց մոռանալ եւ սա նորմալ process է, սա ձեզնից ինչ-որ ստեղ կախվածություն չկա, ինչ-որ լեզվի բարդություն չկա, ոչ։ Ուղղակի պետք է սիստեմատիկ կերպով մենք կրկնենք եւ հասկանանք այդ բառերը ավելի լավ հիշենք։ Հետադարձ կապ։ Նայեք, բնականաբար շատ կարևոր է ունենալ հետադարձ կապ փորձառու ուսուցչի հետ, այսինքն եթե դուք թեկուզ մենակ պարապում եք, բայց դուք պետք է որոշ ժամանակ, չգիտեմ, անգամ ամիսը կարող է մի քանի ամիսը մեկ, ունենաք կապ փորձառու ուսուցչի հետ, որ դուք հասկանաք, արդյոք ես ճիշտ ուղղության վրա եմ, արդյոք ես ճիշտ եմ առաջ շարժվում, արդյոք իմ մոտ ամեն ինչ նորմալ է, եթե իհարկե դուք ունեք ինչ-որ ձև guidance, այսինքն ձեզ ցույց են տվել, որ դուք պետք է սենց պարապեք, բնականաբար կարող եք առաջ շարժվել եւ չունենալ ինչ-որ խնդիրներ սկզբնական շրջանում, անգամ խնդիրներ էլ չէ, բայց ինձ թվում է դուք հասկանում եք, երբ որ մենք մենակ ենք պարապում, մեզ պետք է նաեւ ինչ-որ ուղղություն, քանի որ դա կարող ենք նաեւ շատ ռեսուրսներից էլ ունենալ, օրինակ YouTube-յան ռեսուրսներից իմ ալիքն էլ բնականաբար ձեզ շատ ուղղություններ է ցույց տալիս, թե դուք այն գրքերը, որոնք ես post-ում եմ, շատ օգտակար են եւ ձեզ շատ կօգնեն։ Բայց ժամանակ առ ժամանակ իհարկե կարող եք ունենալ հետադարձ կապ ուսուցչի հետ, որը ձեզ ցույց կտա, թե ինչպես առաջ գնալ, այսինքն թեկուզ մասնակցելով ինչ-որ կարող եք դասեր վերցնել ինչ-որ ուշ դասախոսների հետ կամ խոսակցական ակումբում մի քանի դասեր վերցնել եւ մի հատ հասկանալ ձեզ մոտ ինչ իրավիճակ է, միգուցե ձեզ պետք է կենտրոնանալ որոշ այլ հմտությունների վրա։ Հետադարձ կապը շատ լավ միտք է, հատկապես եթե դուք մենակ եք պարապում, դուք միանգամից կընկալեք այդ կապը, կհասկանաք ինչպես առաջ շարժվել։ Հաջորդը ըմբռնումը, տարբեր մեթոդները, այսինքն ստեղ ես կարևորում եմ, որ մենք պետք է հասկանանք, թե գիտեք, տարբեր մեթոդներ ինչպես օգտագործել, որովհետև շատ մարդիկ կան, որոնք օրինակ օգտագործում են մի մեթոդ, հիասթափվում են եւ արդեն ասում են լավ, ինձ մոտ չի ստացվում, չեմ անի, բայց ախր կան շատ տարբեր մեթոդներ, որոնցով դուք կարող եք սովորել։ Եվ եթե օրինակ դուք կարդում եք տեքստեր ինչ-որ գրքից, եւ ձեզ այդ գիրքը դուր չի գալիս, դուք կարող եք փակել եւ անցնել մյուս գրքին։ Չգիտեմ ինչի մեկ նաև ունեմ ուսանողներ, որոնք նկատել են, որ այդպիսի տենդենց կա, որ ինչ-որ մի բան անում են, հետո չի ստացվում եւ հիասթափվում, բայց այդ որ մեզ մի գիրքը դուր չի գալիս, մենք կարող ենք փակել, անցնել ուրիշ գրքի, նույնն էլ անգլերենի ժամանակ, եթե դուք զգում եք, որ ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, ձեր մեթոդները, ձեզ արդեն կարող եմ ասել, ինչ-որ այն մեթոդը, որ դուք օգտագործում եք, ձեզ չի օգնում, կարող եք շարժվել առաջ, փոխել ձեր մեթոդը եւ հասկանալ ինչն է, օքեյ, ձեզ համար օգտակար։ Ոնց կարող եք դուք ավելի հետաքրքիր դարձնել այս ուսուցման ընթացքը։ Այստեղ խոսենք տարբեր հմտություններից եւ ինչպես մենք կարող ենք աշխատել մեր հմտությունների վրա։ Նայեք, ընթերցանության մասին եկեք սկսենք հենց reading-ից, ընթերցանության վրա։ Ինչպես մենք կարող ենք աշխատել ինքնուրույն reading-ի ընթերցանության հմտությունների վրա։ Կա աշխատանքային ընթերցանություն, այսինքն սա որն է։ Սա այն է, երբ որ մենք դասերի ընթացքում, եթե դուք անգլերեն եք պարապում, դուք ինձ հիմա կհասկանաք։ Եթե դուք սկսում եք տեքստը կարդալ, դուք մի հատ հասկանում եք հիմնական միտքը, այնուհետև դուք կենտրոնանում եք դետալների վրա։ Այսինքն դուք կարող եք պատասխանել հարցերին. ով է, ինչ է, երբ է, որտեղ է տեղի ունեցել, ինչպես է տեղի ունեցել։ Դուք մի հատ, այսինքն անալիզ եք անում այս տեքստի, դուք հասկանում եք այն ինչի մասին է, այնուհետև շատ լավ տարբերակ է, հատկապես եթե դուք պարապում եք, պատկերացնեք այդպիսի իրավիճակ, դուք պարապում եք, դուք անցնում եք այդ տեքստը, կարդում եք, դուք կարող եք այն կարդալ 2-3 անգամ, այսինքն մի հատ հասկանում եք ընդհանուր ինչի մասին է,
եւ այնուհետեւ կենտրոնանում եք դետալների վրա։ Դետալների վրա կենտրոնանալով դուք նաեւ այսինքն այս երկրորդ անգամ կարդալուց հետո ձեր երրորդ կետը կարող է լինել այն, որ դուք սկսում եք պատմել այն։ Օրինակ, ինչպես կպատմեք սա ուրիշ մարդուն։ Եվ իդեպ ամենալավ ձևերից է նյութը շատ լավ հասկանալու, եթե այստեղ ունեմ ուսանողներ, սա ձեզ շատ պետք կգա, պատկերացրեք, որ դուք դասատու եք եւ պատկերացրեք, որ դուք այդ նյութը բացատրում եք ուրիշ մարդու։ Շատ լավ մեթոդ է, որպեսզի դուք ավելի լավ հասկանաք ձեր սովորածը։ Դրա համար, երբ որ դուք այսպիսի աշխատանքային ընթերցում եք անում, վերջի ձեր կետը կարող է լինել այն, որ դուք պատմեք դա ուրիշին եւ բացատրեք։ Հավատացեք, դուք այդ տեքստը կհասկանաք բավականին լավ ձեր բացատրելուց հետո։ Անկամ բացատրելու ժամանակ կզգաք, որ դուք ինչ-որ հարցեր ունեք, մի հատ արագ կնայեք այդ տեքստը եւ նորից կբացատրեք այն։ Տնային ընթերցումը նայեք, տնային ընթերցումը դա նրա մասին է, երբ որ մենք տանը կարդում ենք գրքեր։ Եվ այս դեպքում մենք չենք կենտրոնանում, որ լավ, ես պետք է վերարտադրեմ այս տեքստը, ես պետք է հասկանամ, այո, մենք պետք է հասկանանք այն ինչի մասին է, բայց այստեղ մի շատ կարևոր հարց կա եւ տեսնում եմ նաեւ, որ այստեղ հարց ունեի գրքերի մասին։ Շատ կարևոր է ընտրել ձեր մակարդակին համապատասխան գիրք, շատ։ Ինչպես մենք կարող ենք դա հասկանալ։ Մենք կարող ենք դա հասկանալ այնպես, եթե մենք զգում ենք, որ մի պարբերության մեջ կա 5-ից ավելի անծանոթ բառ, փոխեք գիրքը, որովհետև դուք կարող եք չհասկանաք ինչի մասն է խոսքը գնում, եւ նորից գանք այն process-ին, որ մենք չենք հասկանում ինչը, մենք հաստատվում ենք եւ փակում ենք այդ գիրքը եւ չենք ուզում շարունակել։ Բայց ինչի դա անել, եթե մենք կարող ենք գտնել մեր մակարդակին համապատասխան գրքեր, հասկանալ ինչն է մեզ հետաքրքրում եւ սիրով կարդալ, քանի որ երբ որ դուք կարդաք անգլերեն, դուք հասկանաք, որ ձեզ հետաքրքիր է այս նյութը, դուք իրոք դες դուր է գալիս այդ գիրքը, դուք կզգաք այն զգացողությունը, որ դուք սիրում եք այդ process-ը։ Հատկապես եթե գրքեր կարդալ սիրում եք, բայց նաև ձեզ դուր կգա այն ֆակտը, որ դուք կարդում եք անգլերեն, եւ հավատացեք, երբ որ ես ինքս սկսել եմ անգլերեն կարդալ, դա հենց այդպես է, զգացողությունը ձեզ ավելի կմոտիվացնի, քանի որ դուք ամեն ինչ հասկանում եք, ձեզ կհետաքրքրի սյուժեն, անգամ եթե սյուժեն հետաքրքիր չլինի, դուք վերջում կանդրադառնաք դրան, ասեք լավ, իրականում կարելի էր մի քիչ ուրիշ ձև անել, բայց ընդհանուր ընթացքը դուք շատ կհավանեք կարդալու։ Նայեք, այստեղ հարց կա ինչ գրքեր կառաջարկեք միջին մակարդակի համար, իրականում շատ գրքեր post-ել եմ իմ Telegram-յան ալիքում, այսինքն դուք այդ գրքերը անգամ կարող եք չներբեռնել ուրիշ տեղերից, դուք կարող եք իմ այդ post-ից այդ գրքերը գտնել, անպայման վերջում post կանեմ, խնդրում եմ գրեք եւ ես ձեզ լինկը կուղարկեմ Telegram-յան ալիքում։ Տենց ավելի հեշտ կլինի, քանի որ բոլորը կունենան այդ հղումները։ Այսինքն վեբինարից հետո, երբ որ ես post անեմ Telegram-յան ալիքում, մի հատ ներքևը գրեք գրքերը, ես ձեզ կուղարկեմ։ Նայեք, անգլերեն ֆիլմեր դիտելը կարող է բավարար արդյունք տալ, բավարար արդյունք ասելով, գիտեք ոնց, նայեք, եթե դուք դիտում եք ֆիլմեր եւ կարդում եք գրքեր, բնականաբար դա ձեզ կօգնի, բայց այս ֆենոմենը, որ օրինակ ես էլ եմ շատ բառեր post-ում, հա, վերջում ինձ թվում է բոլորդ էլ գիտեք իմ reel-ը, որտեղ 1500 կարևոր բառ կար, բայց միայն դա ձեզ չի օգնի։ Դա կարծես լրացում է։ Այսինքն այսպես սիստեմատիկ, որ դուք սովորում եք, եթե դուք կողքից դիտեք ֆիլմեր եւ սովորեք անեք վարժություններ, բնականաբար դա ձեզ շատ կօգնի։ Հատկապես ֆիլմեր դիտելը խոսելու հետ շատ կապված է, դուք կարող եք աշխատել ձեր արտասանության վրա ֆիլմերով, բայց միայն դա չի օգնի, այսինքն դուք պետք է դա ձեր պլանի մեջ ընդգրկեք։ Եթե հատկապես դուք սիրում եք ֆիլմեր դիտել, բնականաբար շատ լավ արդյունքներ կունենաք, ուղղակի պետք է համադրեք դա ձեր ընդհանուր պարապելու հետ։ Բավարար արդյունք կրկնեմ, շատ ինդիվիդուալ է, այսինքն պետք է դրա հետ համադրեք եւ կարծում եմ ձեր ուզած արդյունքը դուք կստանաք այդպես։ Եթե հասկանում եմ, այսինքն որ սկսեք վարժ խոսել, հա, դες ներկապահին արդյունքը դրա մասին է խոսքը, հա, արդյունք ասելով, բնականաբար եթե համադրեք արդեն իսկ ձեր պլանի հետ, դա կստացվի։
Okay, լավ, մենք ունենք reading-ի այստեղ երկու հատ կարևոր կետ, բայց որտեղից կարող ենք կարդալ։ Նայեք, այստեղ գրել եմ մի քանի հղումներ եմ ձեզ տվել, որոնք շատ օգտակար կլինեն։ Իդեպ տեսնում եմ, որ բոլորդ ուզում եք այս սլայդին արդեն իսկ access ունենալ, հա, վեբինարից հետո բոլորդ կունենաք։ Այս ներկապահին ինքը ձեզ չի թողել, բայց վեբինարից հետո արդեն ձեզ մոտ ամեն ինչ կբացի։ Եվ այս սլայդը բացելով դուք կարող եք անգամ իր վրա կլիկ անել, ինքը ձեզ կտանի այս հղումներով։ Այստեղ շատ լավ նյութեր են եւ այստեղ դուք կարող եք հանգիստ գտնել reading-ի շատ ընթերցանության շատ տասկեր, որոնք ես ինքս շատ սիրում եմ եւ օգտագործում եմ իմ ուսանողների հետ։ Լսողական հմտությունները արդեն երկրորդ մասն է աուդիո ընկալում։ Ինչպես մենք կարող ենք դրա վրա աշխատել։ Աուդիո ընկալումի լավացնելու համար այստեղ ձեզ համար թողել եմ շատ լավ հղում։ Ինչ լսել։ Նայեք, այստեղ մի քանի արդեն թողել եմ նաև հղումներ, 4 տարբերություն տարբեր ժանրերով, Listen in English կայքն է, շատ լավն է, ես ինքս օգտագործում եմ, երբ որ արդեն անցնեք իսկ այս հղումով եւ տեսնեք, կհասկանաք ինչի մասն է խոսքը։ Tip English-ը նույնպես շատ լավ կայք է, այստեղ ունեք ձայնագրություններ, listening-ի task-եր, որոնք կարող եք անել, այնուհետև այնտեղ կան վարժություններ եւ այս կայքի ինչն եմ սիրում, որ այստեղ կարող եք ընտրել 3 արագություն՝ դանդաղ, նորմալ եւ արագ։ Շատ ձեզ պետք կգա, հատկապես եթե ունեք միջին մակարդակ, ուզում եք աշխատեք լսողական հմտությունների վրա, կարող եք եւ նորմալով փորձել մեկ անգամ եւ մյուս անգամ արդեն իսկ փորձել արագով։ Գրություն։ Ինչն է կարևոր գրելու ժամանակ, մեր գրելու հմտությունները զարգացնելու ընթացքում մենք պետք է նախ պետք է կարևորենք սա, որովհետև նկատում եմ, որ այս writing-ին այդքան կարևորություն չեն տալիս, բայց սովորեք վարել օրագիր անգլերենով, սովորեք նոթեր անել, okay, եթե դուք չեք ուզում օրագիր վարել, դուք կարող եք ձեր to-do list-ը գրել անգլերեն, ինչու ոչ, ձեր օրվա անելիքները, շատ տեսակի օրագրեր կան, որոնք դուք կարող եք վարել, հատկապես օրինակ ես սիրում եմ վարել օրագիր օրվա վերջ, այսինքն ես գրում եմ իմ մտքերը, ես գրում եմ իմ նպատակները, ինչու ոչ, հաստատ կգտնեք տարբեր տեսակի օրագրեր, որոնք դուք կարող եք վարել, փորձեք դա անել անգլերեն։ Նաև ձեզ խորհուրդ կտամ մեկ հարթակ, որտեղ կարող եք գտնել թելադրություններ։ Սա ռուսերեն թարգմանությամբ է, կարծում եմ բոլորին սա բարձ կլինի, բայց շատ լավ հարթակ է, կարող եք փորձել գրել թելադրություններ։ Հիմա անդրադառնանք խոսակցական հմտություններին։ Խոսակցական հմտությունների վրա աշխատելը ինքնուրույն կարող է մի փոքր ժամանակատար լինել, անգամ մի փոքր բարդ լինել, բայց դա դուք կարող եք անել սիստեմատիկ մոտեցմամբ, այսինքն սովորեք իրականական կառույցներ տեքստը հասկանալու համար։ Շատ կարևոր է արտասանել նախադասությունները բարձրաձայն, քանի որ այս դեպքում մենք մենակ ենք պարապում, մեզ օգնող չկա, մենք ոչ մեկ հետ չենք շփվում, այս տարբերակում շատ կարևոր է արտասանել նախադասությունները բարձրաձայն։ Ինչ որ սովորում եք, կարող եք աշխատել եւ արտասանել իրենց բարձրաձայն։ Ստեղծեք երկխոսության օրինակներ, այսինքն, եթե դուք աշխատում եք ձեր խոսակցական հմտությունների վրա, դուք կարող եք օրինակներ ինքնուրույն ստեղծել կամ անգամ իսկ կարող եք ձեր, չգիտեմ, դուք կարող եք նաև շփվել ձեր ընկերոջ, հա, զուգընկերոջ հետ կամ գտնել ձեզ համար partner, ով որ նույնպես ունի ձեր նպատակները եւ դուք միասին ոնց որ կարող եք աշխատել ձեր խոսակցական հմտությունների վրա։ Սովորեք վերարտայտել եւ բացատրել բառերը, երբ չեք հիշում, դրանք շատ եմ խոսում արդեն իսկ այս կետի մասին, երրորդ վեբինարն է, երբ որ մենք մի բառ չենք հասկանում, մենք չգիտենք այդ բառը ոնց ասենք, մի օգտագործեք միանգամից հայերեն։ Փորձեք բացատրել դա անգլերեն, հատկապես երբ որ օրինակ մենք ճանապարհում ենք կամ չգիտեմ այդպես իրավիճակ կամ դասերի ժամանակեր, եթե դուք դասեր եք, դուք պարապում եք ներկապահին անգլերեն, բացատրեք բառերը, երբ չեք հիշում իրենց, օգտագործեք օրինակ իրենց համարժեք բառեր կամ ինչ-որ նախադասությամբ փորձեք բացատրել այդ բառը եւ արդեն իսկ ավտոմատ եւ ձեր ուսուցիչը ձեզ կօգնի եւ ձեր զուգընկերը ձեզ կհասկանա, այսինքն փորձեք ինչքան հնարավոր է խոսեք այս դեպքում անգլերեն, սա արդեն միջինից բարձր մակարդակների, ինչու նաև A2 մակարդակից էլ են պատկերացնում, որ այսպես կարող եք
փորձել բացատրել բառերը, որովհետև ես իմ ուսանողներին հիմնականում այդպես եմ ասում եմ ոչ թե բառը ասեք, իսկ ոնց կասեի, չգիտեմ, երկինք։ Այլ փորձեք, դե այստեղ մի փոքր հեշտ բառ ասեցի, բայց երբ որ ինչ-որ ուրիշ հարց է լինում, փորձեք այն բացատրել։ Օգտագործեք պատրաստի արտահայտություններ, բառ առ բառ, նախադասություններ չկազմելու համար։ Նայեք, այս դեպքում ոչ թե հիշեք բառերը, այլ հիշեք ձեր հենց phrase-ը։ Հիշեք այդ օրինակ այդ նախադասության մի մաս անգամ դուք կարող եք հիշել կամ այդ ֆրազան կարող եք հիշել։ Ինչ նկատի ունեմ ես, օրինակ home-ը, to go home։ Հիշեք հենց այս ֆրազան, որ մենք այստեղ մեջտեղում to չենք օգտագործում, մենք ասում ենք to go home, որովհետև ուրիշ դեպքերում օրինակ ասում ենք to go to work, չէ՞, to-ն օգտագործում ենք։ Ներկա պարագայում to go home ֆրազան հիշելը ձեզ համար շատ օգտակար կլինի եւ այս տարածված խալը, որ մենք մարդիկ օգտագործում են home-ից առաջ to, դուք չեք անի այլևս, դուք կասեք to go home, I went home։ Այսինքն, եթե դուք ֆրազաներով հիշեք, ձեր գործը բավականին կհեշտանա։ Լավ, եթե մենք ունենք նոր քերականություն, ինչպես կարող ենք դա սովորել։ Յուրաքանչյուր թեմայի համար դուք կարող եք կազմել 5 նախադասություն։ Եթե դուք սովորում եք present simple, դուք կարող եք կազմել 5 նախադասություն ձեր կյանքի մասին, այսինքն չգիտեմ, ամեն օր, չէ, present simple ինքը մեր ռուտինայի, մեր արդեն իսկ սովորությունների մասին է։ Այսինքն մենք կարող ենք ասել, որ ամեն օր մենք արթնանում ենք ժամը 8-ին, չէ, կազմում ենք իրան ու գրում ենք։ Պարտադիր գրեք, որ դուք, օքեյ, ես ամեն օր արթնանում եմ ժամը 7-ին։ Եվ հետո արտասանեք բարձրաձայն իրենց։ Այսինքն մի քերականական թեման սովորելիս գրեք 5 նախադասություն եւ բարձրաձայն արտասանեք։ Այստեղ ունենք երկու հետաքրքիր հարթակներ, այսինքն Youglish, playphrase.me, որը լսելու եւ ձեզ կհեշտացնի ձեր գործը, ոնց ավելի հեշտ հիշեք այդ կառույցները, հա։ Կարող եք հետո նայել եւ հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։ Եվ այստեղ փորձեք կազմել 2-3 նախադասություն դասի ընթացքում օգտագործելով նոր քերականական կառույցները։ Բնականաբար, եթե մենք սովորում ենք ինչ-որ քերականական կառույց, շատ կարևոր է կազմել նախադասություններ, փորձել իրենց օգտագործել կոնտեքստում։ Ինչպես մենք կարող ենք ընդլայնել բառապաշարը, նայեք, բնականաբար շատ կարևոր է բառարաններ օգտագործել, այսինքն on-line շատ բառարաններ կա, որոնք դուք կարող եք օգտագործել։ Հոմանիշները, ինչպես նշեցի, ինչ-որ բան բացատրում եք, այն օրինակը երկնքի, հա, իհարկե երկնքի համար կրկին մի փոքր բարդ է, բայց երբ որ դուք ինչ-որ, օրինակ, չգիտեմ, ունենք smart բառը, եւ մենք ինչ-որ հոմանիշ ենք ուզում ասենք, ասում ենք intelligent, հա, հիմա փորձեք օգտագործել բոլոր հոմանիշները, հատկապես նրանք, որոնք հեշտ են հիշվում։ Կազմեք նախադասություններ ձեր կյանքի մասին, երբ որ դուք օգտագործում եք դա հենց ձեր կյանքի մասին, ձեզ մոտ դա ավելի լավ է հիշվում, ավելի լավ է տպավորվում։ Միացրեք բառերը տարբեր թեմաներից միևնույն համատեքստում, ով կար իմ երկրորդ վեբինարին կհիշի այդ տեխնիկան, mind mapping տեխնիկան, երբ որ մենք գրում ենք օրինակ transportation-ի մասին, եւ այդտեղից էլ արդեն կարող ենք գրել բառեր, որոնք կապված են հենց transport-ի մասին։ Շատ աշխատող տեխնիկա է, կարող եք այն բառերը, որոնք նույն թեմայի մասին են, մի տեղ գրել։ Նոր բառերը փորձեք ձեր օգտագործել խոսքի մեջ յուրաքանչյուր դասի ընթացքում 2-ից 3 անգամ։ Okay, ինչ ես նկատի ունեմ սա ասելով։ Պատկերացրեք դուք սովորել եք նոր բառեր, արդեն իսկ երկուշաբթի սովորել եք, ուրբաթ օրը փորձեք օգտագործել այդ բառերը։ Մյուս երկուշաբթի փորձեք օգտագործել այս բառերը։ Սա աշխատում է եւ եթե դուք ինքնուրույն եք պարապում եւ պարապում եք ուսուցչի հետ, շատ կարեւոր է, որ դուք օգտագործեք այն բառերը, որոնք սովորել եք։ Այլապես, ինչպես ասում եմ հայերենում, չէ՞, եթե մենք սովորենք հոմանիշներ եւ իրենց չօգտագործենք, սա արդեն իսկ բավականին բարդ կլինի, այսինքն մենք դա չենք հիշի։ Ուզում եմ ասել, որ այս տեխնիկաները, որոնք ես ձեզ ներկայացրի, սա հենց իմ կոնսուլտացիաների մի փոքր մասն է, իմ խորհրդատվության։ Շատ եմ իր մասին խոսել եւ արդեն իսկ շատ կոնսուլտացիաներ եմ արել։ Եթե դուք ուզում եք ճիշտ կազմել ձեր սովորելու գրաֆիկը, այսինքն դուք չգիտեք որտեղից կազմել, կոնսուլտացիան ձեզ շատ կօգնի։ Այսպիսի նյութեր, որոնք դուք արդեն իսկ ստեղ տեսնում եք, հա, որոնք ես PDF ֆորմատով եւ լինկը ինչ-որ ֆորմատով ձեզ համար նշել եմ։ Կոնսուլտացիայի ընթացքում մենք ունենում ենք ավելի շատ այսպիսի նյութեր։
Եվ բնականաբար արդեն իսկ ձեզ համար ընտրված նյութեր։ Ռեսուրսներից, բացի կոնսուլտացիաներից եւ բնականաբար եթե ձեզ հետաքրքրի կոնսուլտացիան, խնդրում եմ ինձ գրել, ես ձեզ կտրամադրեմ արդեն բոլոր մանրամասները։ Ռեսուրսներից այստեղ դրել եմ իմ անվճար grammar tracker-ը։ Ինչ է grammar tracker-ը, այստեղ ունենք մեր բոլոր քերականական թեմաները եւ սա կարծես guidebook է, որտեղ եթե մի փոքր փորձեմ մոտիկացնեմ, տեսեք մենք ունենք բոլոր թեմաները, եթե սկսնակ եք սովորեք այս թեմաները։ Սա ինչով ձեզ կօգնի, կարող եմ ասել, որ սա շատ ձեզ կօգնի, եթե դուք սկսում եք սովորել մենակ եւ դուք արդեն կարող եք tick անելով առաջ շարժվել։ Բաժանեք ձեր սովորելու, այսինքն գործընթաց մասերի եւ օգտվեք այս grammar tracker-ից, այն կդարձնի ձեր գործը շատ པարզ եւ շատ հասկանալի։ Եվ սա լրիվ անվճար է, այսինքն եթե դուք սեղմեք այստեղ, ձեզ կտանի իմ Telegram-յան այդ post-ի վրա, որտեղից կարող եք արդեն grammar tracker-ը ներբեռնել։ Այստեղ, եթե դուք ունեք միջին մակարդակ, ռեսուրսներից իմ B1 դասերը կարող եք տեսնել, 3 ինքնուրույն դաս է, ինքնուրույն դասերը իդեպ մի հետաքրքիր բան եմ նկատել, ովքեր գնում են ինձ մոտ ինքնուրույն դաս, չեն պատկերացնում ինչի մասին է խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ ձեզ պետք չէ ուսուցիչ, ձեզ պետք չէ ոչ մեկ, այստեղ իմ կազմած ծրագրով դուք առաջ եք գնում եւ ծրագիրը ավտոմատ ստուգում է ձեր տնայինները, ձեր արած իսկ վարժությունները եւ այսինքն կարծես պատկերացրեք դուք դաս եք անում ուսուցչի հետ, բայց ձեր ուզած ժամանակ, քանի որ այս ինքնուրույն դասընթացները դուք կարող եք անցնել երբ ուզեք կարող եք սկսել, շարունակել, իմ ամենասիրելի պրոդուկտներից է իրականում, երբ որ դուք ուզում եք ինքնուրույն պարապել, շատ եմ խոսում իր մասին, դրա համար եթե հարցեր ունենաք, կարող եք ինձ գրել, ես սիրով կմանրամասնեմ։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ սկսնակների համար ինձ մոտ արդեն կան խմբակային դասեր, որոնք հավանաբար արդեն իսկ մյուս շաբաթից սկսում ենք, որովհետև իմ մոտ խմբերը արագ են հավաքվում։ Ներկա պահին խմբում կա 2 հոգի։ Եվ եթե ուզում եք սկսել հենց խմբակով, այսինքն շաբաթական 2 անգամ հանդիպում ենք 80 րոպե, եւ ուզում եք լավ հիմք ունենալ, լավ ստարտ ունենալ, սա շատ լավ հնարավորություն է ձեզ համար։ Եվ նաեւ կձեռք կբերեք on-line ընկերներ, որոնք ունեն հենց ձեր իսկ նպատակները։ Այսքանով մեր այսօրվա վեբինարը կավարտենք։ Եկեք նայեմ ձեր հարցերը եւ կարող եք գրել հարցեր, եթե կան չաթում ներկա պահին սիրով կկարդամ։ Նայեք, մակարդակի համար այս հարցը գրել էին վեբինարից հետո անպայման կփոստեմ մի հատ հղում իմ Telegram-յան ալիքում 15 րոպեանոց տեստ կլինի, անպայման այն կարող եք անցնել եւ հասկանալ ձեր մակարդակը։ Կփոստեմ Telegram-յան ալիքում, որպեսզի բոլորին հասանելի լինի։ Ովքեր գրել են, շնորհակալ եմ, սիրով անպայման դիմեք, եթե ինչ-որ հարցեր լինի։ Հասանելիություն իհարկե կլինի, թողել եմ արդեն իսկ ձեզ համար հերիք է, կարող եք այդ հղումով բացել եւ այստեղ որ գնաք վեբինարի նյութեր սեղմեք պլյուսի վրա, հղման վրա որ սեղմեք, արդեն իսկ կլինի եւ ներքևում կլինի նաեւ ձայնագրությունը, քանի որ կալեմ ջերմ խոսքերի համար եւ անկեղծ շատ ուրախ եմ, որ կարող եմ ինչ-որ ձեզ մոտիվացնել եւ կիսվել գիտելիքներով, կարծում եմ շատ օգտակար կլինի, քանի որ այստեղ իրականում մեզ մոտ չեմ տեսնում այն տենդենսը, որ կարող ենք ինքնուրույն սովորել, բայց դա այնքան ուժեղ, այսպես ասած, ձև է սովորելու, որ ես բոլորիդ ասում եմ, մոտիվացնում եմ, որ պետք է ինքնուրույն աշխատեք ձեր գիտելիքների վրա։ Հավատացեք, դուք կարող եք այնպիսի ռեզուլտատներ ունենալ, որոնք մարդիկ ունենում են տարիների ընթացքում։ Շատ սիրով։ Տնայինները ստուգելը նայեք, եթե դուք գրքից եք օգտվում, մենակ գրքով եք պարապում, արդեն իսկ պետք է դուք պատասխանները վերջում ստուգեք։ Եթե դուք քերականության մասին եք իմացում, դուք կարող եք դա ինքնուրույն անել։ Եթե դուք խոսքը գնում է օրինակ writing task-եր եք անում, writing եք անում, ինչ-որ գրում եք բան, դա կարող եք ստուգել on-line հարթակներով։ Մի հարթակ, որը ես խորհուրդ եմ տալիս, դա Grammarly-ն է։ Grammarly-ով արդեն կարող եք ձեր գրածը ստուգել, ինքը ձեզ հենց շատ detailed, այսինքն շատ դետալներով լի feedback կտա։ Սիրով, խնդրեմ, ես եմ շնորհակալ ձեր խոսքերի համար։ Ես եմ շնորհակալ, կարծում եմ մենք արդեն իսկ այստեղ
Այլևս հարցեր չունենք, հա։ Ինձ թվում է, չէ։ Ես էլ եմ շատ շնորհակալ, շատ ուրախ եի թեկուս այսպիսի on-line ֆորմատով ձեզ հետ շփվել։ Վեբինարը բոլորիդ ցանկանում եմ շատ լավ weekend, լավ օր։